Հայաստանում ա, որ եթե դերասանուհին այսպես դերեր այն ինչ-որ թագուհի խաղացե կամ բան, այս ամնել արդեն, ասում են ինչ անում։ Հակար խալաթը։ Գրտնակը իմ մոտ տենց տպավորվում է։ Ու իջար սիթքոմ։ Երեխա տեր, տղա տեր կին ես, քեզ լուրջ պահի, Աստված ջան, ինչ եմ անում։ Փակում ենք ձեր աչքերը։ Ժամանակով կատունջոն էր, շունն էլ գլխին գդակ չուներ։ Ինչպես ես գործողություններով սիրում երեխաներիդ, այն դեպքում, երբ որ դու առանց մայրիկի ես անցկացրել քո 9 տարեկանից հետոն։ Իրականում 10-ին խփեցիք, ես չեմ կարողանում նորմալ սիրել իմ երեխաներին։ Իսկ ամուսնու հետ ո՞նց է։ Շատ լավ է, հու։ Ողջույն, այսօրվա հյուրին մենք մայր թատրոնից գիտեինք ու շատ սիրում էինք, բայց չէինք էլ պատկերացնի, որ մի օր կերպարանափոխված կմտնի հեռուստաեթեր խալաթով ու այդպես էլ իրեն շատ կսիրենք։ Արաքսիա Ամելիքյանն է մեզ հետ այսօր մեր տաղավարում եւ սպասվում է շատ հետաքրքիր էմոցիոնալ հաղորդում։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ես թեժ պայմաններում եկար հասար մեր հաղորդմանը։ Ո՞նց ես։ Հրաշալի։ Ճիշտ է, եղանակը հրաշալի չի, բայց մենք դե սիրում ենք ամեն ինչ եւ մենք ենք ստեղծում մեր կյանքի եղանակը։ Ստատուս էր գրեք։ Գրեք, էլի Facebook-ի բանի գրեք։ Արաքսը բստակը գրեք եղանակային։ Բայ Արաքս, հա։ 963 ռոբոտիկն է Արաքս ջան մեզ հետ էստեղ, այսօր մրցելու ենք, տեսնենք թե ով ավելի ճիշտ պատասխաններ կտա ռոբոտիկի տված հարցերին։ Պատրաստ ես։ Այո։ ChatGPT-ի հետ շփվում ես։ Մի երկու անգամ փորձ ունեցել եմ, բայց մի քիչ այդ ինձ համար վախենալու է ու որոշեցի այլևս չշփվել։ Ինչն էր վախենալու։ Մի տեսակ ինձ դուր չի գալիս, որ մարդիկ արդեն մարդուն թողած գնում է այդ տանտերի հետ շփվում, չգիտեմ, այս ավելի մարդկանց բաժանելու ձև ավելի լավ ձև չէին էլ կարող մտածել։ Ճիշտ ես ասում։ Լսենք առաջին հարցը, հետո գանք այս խորը փիլիսոփայական հարցերին։ Ըստ հոգեբանների, մարդն իր միջին տարիքում քանի կարևոր որոշում է կայացնում, որոնք ազդում են նրա ապագայի վրա։ Ռոբոտիկն էլ խորը փիլիսոփայական հարց որոշեց տալ Տրամադրության մեջ ընկավ։ Քանի որոշում է ազդում մեր կյանքի վրա, ապագայի վրա։ Կարծում եմ 4։ 4 ընդամենը։ Այո։ Ես այդքանն եմ մտածում։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք ավելի շատ ընտրություններ ենք կատարում կյանքում։ Կյանքի ամբողջության համար եմ ասում, ամեն օրվա ընտրության չէ, որոնք որ ճակատագիր են փոխում, կարծում եմ 4։ 4։ Հիմա ինչպես կհիմնավորես այդ 4-ը։ Շատ 4։ Կրթություն, Մասնագիտության ընտրություն, ամուսնություն, այսինքն կողակցի ընտրություն, տեսնում եք, հլա ավելի քիչ եմ ասել։ Հետագայում գուցե հա, էլի ընտրության հարց, գուցե բաժանություն կամ շարունակել, էլի ընտրություն։ Այդպես ամեն տարի։ Չէ, էդ էլ ամբողջ կյանքի համար է, հա, դու արդեն բան ես փոխում։ Եվ երևի էլի բարեկեցության հետ կապված կամ աշխատանքի տեղափոխություն կամ երկրից գնալ։ Մամակ, այսքան բան։ Դու քո բոլոր 4 որոշումներից գոհ ես։ Ես ընդհանրապես գոհ եմ, հա։ Իսկ եթե անգամ սենց ասեմ, ես այնքան ունեմ տղամարդկություն, որ իմ ասածը միջև վերջ հնարավորինս ստանեմ, իմ որոշման համար պայքարեմ։ Արի լսենք ճիշտ պատասխանը, շարունակենք։ Միջինում մարդը 200 կարևոր որոշում է կայացնում, որոնք էլ կառուցում են նրա կյանքը։ Ոչ, սիրելիս, ասենք ինչ աճ գնամ թե ձախի մեջ ճանապարհ, այդ կարևոր որոշում չի, սիրելիս։ Այդ ընդհանրապես սովորական որոշումը, կարևոր կյանքի փոփոխություն։ Դուք լավը չեք։ Դուք լավը չեք։ Արաքս, դու ասացիր տղամարդկայնություն ունեմ, այնքան ես հիշեցի, որ Ղարիբյանը քեզ վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ նկարագրելիս հենց այդպես նկարագրեց, ասաց, որ շատ տղամարդկանցից ավելի տղամարդ է Արաքսը, ու եթե նույնիսկ գիշերվա 1000-ին զանգես կանչես, որպես ընկեր կողքիդ կանգնած է։ Հետաքրքիր նկարագրությունը, ինչով ես դու պայմանավորում ես բնութագիրը։ Իրականում դպրոցից սկսած կա այդ ամեն ինչը եւ ես տանել չեմ կարող այն արտահայտությունը, ասում են տղամարդ աղջիկ, չէ, կամ կինա կամ տղա է։ Այս բոլոր բաները, ուրիշ բան, որ տղամարդուն բնորոշ հատկանիշներ կարող է մարդու ունենալ։ Բայց ընկերներին հասնելը, միշտ նրանց կողքին լինելը տղամարդուն բնորոշ երևույթ չի։ Ինքը շատ մարդկային երևույթ է, որ կարա եւ կինանի եւ տղամարդ։ Ինձ թվում է ուղղակի այստեղ տպավորությունը այնա, որ կանայք կարող են թույլ լինել, իրենց թույլ տալ խուսափել պատասխանատվությունից, իսկ պատասխանատվություն վերցնելը մեծ մասամբ որպես կանոն կապում են տղամարդ հետ, երևի դրա համար են sense ինչ որ միֆեր է, չնայած եկեք խոստովանենք, որ այդքան էլ չի, շատ
Չեմ ուզում էլ շատ դառնա գենդերային, հա, տղամարդը ինչ կարող է անել կամ կինը ինչ կարող է անել, ուղղակի ինձ թվում է մարդկային հատկանիշ է եւ վերջ։ Ընկերներին հասնելը, աջակցելը եւ նրանց կողքին լինելը։ Բայց չափի մեջ, հա, ես մի քիչ այդ պիրիբորնել չեմ սիրում, որ մարդը իր անձնական կյանքը իրան թողած ամեն ինչ անում տղա ընկերներին գոհացնելու համար, այդ որպես կանոն շատ ճակատագրական բաներ է լինում, որովհետեւ որ մի օր դու հոգնած ես ու ուղղակի հավես չունես կամ ինչ-որ մի բան, ասում են, հիշում են միակ այդ դեպքը, երբ որ դու չես օգնել, բայց որ դու ամբողջ կյանքում իրենց կողքին ես եղել, այդ որպես կանոն մոռացվում է։ Քեզ մոտ այս թեմայով ծակող տեղ կա, որովհետեւ վերջին հարցազրույցներիցդ մեկում էլ ես զգացի, որ այս թեմայով ասում ես, որ մի քիչ վերանայել ես եւ վարքդ եւ մոտեցումներդ, որովհետեւ այո, սովորական էր դարձել քո մարդկանց կողքին լինելը։ Հա, ծակողել կա, սղոցողել կա, ինչու որովհետև ես ինձ շատ նեղություն եմ տվել իմ ընկերների կամ իմ շրջապատի կոմֆորտը ապահովելու համար։ Շատ անգամ գուցե ես չեմ էլ ուզել գնալ, բայց ասել եմ դե մարդը հիմա նեղն է, պետքա լսել։ Հետո հասկանում ես, որ դու լսում ես, հետո քեզ ոչ ոք չի լսում այլևս կամ դու ես քեզնից ես շատ տանում, իսկ մեր ռեսուրսները այդքան շատ չեն։ Պետք է մի քիչ գնահատել ինքդ քեզ, քո շատ նեղ շրջապատը, քո շատ իրականում քեզ շատ սիրողներին ավելի շատ ժամանակ տաս, ոչ թե ինչ որ անիմաստ Սիզիփոսի աշխատանք անես, այն մեկին գոհացնելու համար, որ ես լավն եմ, տեսեք ինձ սիրեք, այդ ուրեմն ինչ որ կոմպլեքս ունես ընկերուի ջան։ Ուզում են սիրեն, ուզում են չսիրեն, դա իրանց խնդիրն է։ Ընտիր, լսենք հաջորդ հարցը։ Լավ է։ Որքան է լույսի արագությունը։ Այս ֆիզիկայի դասեր, ինչի եք ինձ sense նեղություն տալիս։ Պապաս ինձ հիմա կատի։ Արաքսիայի հայրը ֆիզիկոս է, ինքը կիմանա ճիշտ պատասխանը։ Ո՞ս ռոբոտը գիտեր ինչ հարցեր տալիս։ Լույսի արագությունը։ Պապան նայում է, ինձ հուշում են։ Հա։ Բայց դուք ձեր կոլեգային հուշում եք, ինձ չէ։ 300,000 կիլոմետր/ժ։ Պետք է գրենք։ Լսեցինք Դավջան։ 300 կիլոմետր 1 վայրկյանում։ 300,000 ասում է։ 300,000։ Բայց 1000 300,000։ Լավ, դե հիմա չեմ ուզում անգրագետ թվալ, մեզ երկուսից էլ հուշել են, այնպես որ միավորը կիսելու ենք, եթե ճիշտ լինի, միավորը տալիս ենք Դավիթ։ Դավիթ։ Լսում ենք ճիշտ պատասխանը։ Լույսի արագությունը վակուումում մոտավորապես 299 միլիոն 792,458 մետր վայրկյան է։ Ես անգամ չգիտեմ քանի տարեկան եմ։ Դուք հիմա ինձ ուզում եք, որ ես միլիոններ ու բաներ հիշեի։ Սխալ մարդու սխալ հաղորդման եք կանչել, սիրելիս։ Դու չգիտես քանի տարեկան ես։ Կլինեմ շուտով 42։ Հաշտես տարիքիդ հետ։ Ընտիր հավեսով աղջիկ եմ, ինչ ա եղել, ես մեծ աղջիկ եմ։ Միանշանակ։ Արաքս, ֆիզիկոս հայրիկի հետ մեծանալը ինչ զավեշտալի պատմությունների հիմքում է։ Կպատմես մի քանի զավեշտ մեզ քո մանկությունից։ Պապաս տեղով ոտից գլուխ զավեշտ է։ Պապայս հետ ապրելը եղել է եւ բարդ եւ հեշտ, որովհետեւ իր բոլոր մաքսիմալ ցանկությունները, որոնք ինքնին մեզնից պահանջում էր, այդ տարիներին մանուկ ժամանակ ինքը մի քիչ դժվար է մեզ թվացել, բայց երբ որ հասունանում ես, հասկանում ես, որ մարդը բնության օրենքներով է ապրում ու շատ ճիշտ է ապրում, դեռ պետք է կարողանալ համապատասխանել։ Իսկ որպես գաղտնիք ասեմ, որ իմ պապան նման է միստր Բինին։ Էլ ավելի հետաքրքրացնում։ Երբ որ այդ կերպարը եկավ ու մենք երեխա էինք, առաջին անգամ TV-ով տեսանք միստր Բինին, հետո նայում ենք պապային գործ անելուց, հետո նայում ենք նորից միստր Բինին, հետո նայում ենք պապային, լեզվով աշխատել ենք, պայկա էր անում ու այդ բան ասում ենք մամա ոնց կարա բորտես կա նման լինի ու շատ հարցերում, հա, ու առաջին բանը մենք էինք, հետո արդեն երեխեքս էին ֆիքսել, որ իրանք շատ նման, դե հաշվի առեք, թե ինչ ֆանտաստիկ ու ուրախ զվարթ պապա ունեմ։ Արաքս, մի նուրբ հարց, որը չեմ ուզում թախից մտցնի, բացարձակ։ Չէ։ Մենակ ոչ այս տաղավարում։ Այս լուսավոր տաղավարում, չէ, ուղղակի հետաքրքիր է, ինչպես ես գործողություններով սիրում երեխաներիդ, այն դեպքում, երբ որ դու առանց մայրիկի ես անցկացրել քո 9 տարեկանից հետոն, այսպես։ Ինձ հետաքրքիր է քո գործողություններն ինչպիսին են, սիրո դրսևորման։
Իրականում 10-ին խփեցիք, ես չեմ կարողանում նորմալ սիրել իմ երեխաներին, այնտեղ շատ կա, դե բնական է, դա չի էլ քննարկվում էմոցիաները, ով ավելի լավ ծնող կամ ով ավելի շատ սիրում, բայց ես սիրո ցուցադրման դրսևորումներ չունեմ, ցավոք սրտի։ Ու իմ երեխաները ինձնից տենց էլ կարոտ են մնում, գալիս են ստանալու այդ սերը, գրկելով, պատճելով, ու ես ոնց որ հիստերիկ լինեմ։ Գողքից հասկանում եմ, ումից է սենց լինում, քո երեխեքն են, ու փոքրուց է այդպես եղել, հա, ես այդ բուտիկը պաչեմ, պաչեմ, տես բաներ չեմ ունեցել։ Ես ուղղակի կարող ասենց հանել, ասում եմ, վայ, խեղդ է երեխուն զգուշում։ Ինչ որ սիրո դրսևորումը երևի հոգ տանելու մեջ է, հա, որ սնունդը տեղում լինի, հագուստը տեղում լինի, բայց ոչ երես տալու։ Դրանք տարբեր բաներ են, էսել ունեն այն, չէ, չկա, ուրեմն չկա։ Մեր ընտանիքը էսպիսին է, այսքանն է։ Ես ինձ կյանքում ավել չեմ սպանի, որ ինքը ինչ որ մի հատ իր, ես ինչ տրենդը անի կամ ունենա, չէ, այդ մեր մասին չի։ Ուրիշ էլ ինչ ասեմ, իրականում մի քիչ տխուր բաներից եք խոսում։ Կուզեի որ կարողանայի։ Ուզում եմ շատ ռեալ ուղակի քո կյանքի փորձը հետո արդեն որպես մայր քեզ ինչպես։ Ես շատ կուզեի ցույց տալ այդ սերը, բայց հետո էլ ասում եմ ինքս ծիծաղում եմ այդ ծնողների վրա, ովքեր մի քիչ շատ են։ Ջանիկս որտեղ ես, բացիկը կիրար, հո շատ ցուրտ չէր, դրսումություն է գալիս, բան հագիր։ Արա, դե գալիս է տենում, էլի որ գալիս է այդ ձյունը։ Կամ կհագնի, կամ էլ չի հագնի, կմրսի, կհիվանդանա, էլ երկրորդ անգամ ինքն իրուն կվերցնի այդ շարֆն էլ գլխակն էլ։ Եթե դու հիմա անընդհատ ասեցի ու ինքը մեկս հա կներեք եթե շատ-շատերին, բայց այդ ինձ համար արդեն ոնց որ չափից դուրս է, հա, կամ որ սոված չես հացկեր, եթե շատ սոված լինի, ինչ որ մի բան հաստատ կգտնի ու նենց կուտի, որ այդ չափ ես ասել եմ, որ սա օգտակար է, սա օգտակար չի։ Մեկ եմ ասել, 2-3 էլ չես լսում, դու գիտես։ Հասկանաս, ոտքդ կկպնի քարին։ Մի տեսակ էգոիստական բան կա իմ մեջ։ Ինձնից հասնում է ասել տեղեկացները։ Ձեզ անցնում է չհասկանալը կամ հասկանալը։ Հա, ու վերջ։ Անտիր։ Իրոք ու վերջ, ես որովհետև այդ դրանից իմ նյարդերն ա քայքայվում ու զգում եմ ինձ չլսված, անտեսված, չհասկացված։ Всё։ Իսկ ամուսնու հետ ոնց է։ Նույնը։ Մեկ ասեցի, լսես, չէ։ Ասեցի, չէ, որ այս բանը քեզ շատ դուր կգա, արա, ես զգում եմ, որ քոնն է, դու չէ, համառորեն քո ճանապ, դու գիտես, հետո բա դու այդ ոնց ես անում, ես ասել եմ, դու գիտես։ Դե դրա համար մեր տան մեջ մի քիչ իմ մասին sense բան արդեն պատտվում, ասում են, հա, դե դու ամենագետն ես, հա, դե դու ամեն ինչ գիտես։ Ասում չէ, տենց չի ուղղակի ես 2 ոտ առաջ եմ մտածում, ես մեղավոր չեմ բանում։ Սկսում եմ շարթարանալ։ Մենք այս թեմային անպայման անդրադառնալու ենք, արի լսենք հաջորդ հարցը։ Սա ինձ բան անում, բուլինգ է անում։ Ինչ է, ճնշում է։ Ճնշում է ինձ, որովհետև ասում է, որ դու չես հասկանում թվերից։ Ես էլ չեմ հասկանում։ Դե լավ։ Այս մի եթերաշրջանը ինքը ինձ այդ ասում է։ Okay։ Քանի կին վարորդ կա Հայաստանում։ Աստված իմ։ Քանի կին վարորդ կա։ Եկեք, այն ժամանակ եթե 10% կարող էին լինել, հիմա կարծում եմ Մի քիչ ավելին։ Ինձ թվում է այսել է շատ, բայց դե 50,000 իմ կարծիքով։ Ես Ամերիկայի վարորդներին եմ ասել։ 600,000։ 2017 թվականի տվյալներով 50,641 կին վարորդ կա Հայաստանում։ Դու ճիշտ ես, միավորը քեզ սիրել ես։ Դե բայց 600,000 այ Արաքս ջան։ Դու ես այդքան Բոլոր հակա ռեկորդները խփեցիր այսօր։ Այսօր ես կլինեմ ամենավատ Աշակերտը, հասկացանք։ Ես այդ տենց էլ երկրաչափություն չեմ հասկացել, ներողություն։ Արաքս, իսկ կյանքի ղեկը քո ձեռքում է։ Իսկ երբևէ եղել է, որ այդ ղեկը հանձնես ուղակի հոգնած լինես, ասես ինչ որ մեկը վարի իմ փոխարեն։ Աստծուն։ Մենակ Ոչ մեկին մնացած։ Ասեմ, ես մի 2 տարվա մեջ մի 2 լավ բան էլ եղել այն իմաստով, որ ես սկսել եմ սովորել այդ կոնտրոլ անելու բանը մի քիչ թուլացնել, որ դու սկի քո կյանքը չես կարող կոնտրոլ անես, ել ունենաց քո երեխաներին որոշես, որն է ճիշտ, որը սխալ։ Մի քիչ ավելի ներողամիտ ու ավելի համբերող եմ դարձել, ինձ հետ կապված էլ ավելի, ոնց ասեմ, որ կարաս նաև սխալվես Արաքս ու դրանից ոչինչ չի լինում հավատա այդ մենակ դու ես տենց մտածում դիեզերքը քանդվեց գլխիդ բան չէ ոչինչ էլ չի քանդվում լավ է չէ թեթև է այդպես ապրելը հա բայց այդ էլ մի քիչ բերում է թաթալաբազության այդ էլ մի քիչ սահման պետք է լինի հա այդ սահմանը ու իհարկե իմ դեպքում ես միջև ինձ թույլ տամ կմահանամ միջև հասնի թաթալաբազության բայց այո մի քիչ այդ կապերը թուլացնելը լավ բան է
Մի քիչ փորձության ենթարկենք քեզ Էլի է դեպքում սանտերով։ կրվել ես, էլի, չէ։ Արաքս, դու կրկնօրինակում ես։ Այո։ Քո ձայնը մենք տարբեր ֆիլմերում, մուլտերում լսում ենք եւ միանգամից տեղն ենք բերում։ Ուզում եմ մի քանի դուբլյաժ անես այստեղ մեզ համար։ Ցածր ձայն կարդալ միջին ձայն հերոսուհիները մի փոքր ավելի բարձր ձայնով, սեքսուալները մի փոքր ավելի այսպես։ Մի քիչ շուկով, մի քիչ օթով։ Մեգաս գովազդը դե էդ ուրիշ, մանա ուրիշ աշխարհայք է կարև դուր արեք։ Սեքսուալ գովազդ կարդալը երկրորդ կուրսում էր առաջին անգամ, որ իրոք տենց ինչ որ բան պիտի կարդայի։ Էսա ասեմ, ինչի ձայներ։ Այն վերջը էլի այդ որ տեղեր կա զանգում ես, պիտի զանգահարեք ես ինչ ծանոթությունները ու իմ դեմքը դպրոցական մի հատ ես ինչ բանով եկել է, սենց այդ օպերատորը սենց ուզում է ասի ինձ ամաչելով ասում է հասկանում եք դուք ունեք այդ ձայնի հնարավորությունը եւ մենք դա տեսնում ենք այդ պոտենցիալը, բայց դուք չեք կարծում, ասում ոնց կարդամ, ասում է չի քիչ ավելի, այսքի դու չկաս էլի այդ աշխարհում 1 3 10 ես հիշում եմ սենց հայցի խնդրում դուք պտտվեք, ասի ես մի հատ չտեսնեմ, բանը պտտվեց, հա զանգարեք, այստեղ շատ լավ է, հու ասի ստացվել է Վերցրել էր որ զանգահար էր։ Հա, ձայնի հետ կապված էլի Անդոն շատ լավ ֆան գժական պատմություն ունի իմ ամուսինը, ուրեմն նոր էինք ամուսնացել, բրազիլիական սերիալ էր գնում, ինքն մենք նոր իրար հետ պիտի ապրենք, սովոր չենք իրար սովորությունները, ամեն ինչ sense թարմա, հավեսա, ես առավոտ 8:30 գնացել եմ ձայնագրության, հերոստացույցը միացրած գնացել եմ, ամուսինս լավը պատմում, ասում է, «Արաս, այստեղ եմ պարկացեմ, մեկը sense առոքսի ձայնն է, sense համ, ամուսինս գնաց է, դարի յուրասենյակ, արի ես քսին չո, ու sense գնում է, այդ գործողությունն է նկարագրում, ասում է, ոնց թե արա, այսքան շուտ, խի է, ասում է, ես քրտին կտված տեղերից վեր եմ գնում, գալիս եմ տեսնում եմ հյուրասենյակում տելևիզորը միացրած բրազիլիական սերիալը, Անդոն ասում է, «Somebody hit», ծմբատի հետ եմ էլի գարդում, ասում է, քրտին կտված վրես, ասի, «Ոյ, Արաքսիկ, ես քո ինչն եմ ասի», Արաքսիկը տանը չի, այնտեղ պրոստը տեքստը բռնում է, էլի ամուսինս գնաց է, հյուրասենյակ, Տենց վախը բռնել եմ խեղճի։ Պատկերած։ Հիմա միշտ տենց նավսյակի է գալիս, էլի, կարող է գնացել։ Ես որոշեցի շունն ու կատուն տամ քեզ, դու փորձիր դա կարդալ։ Ոնց։ Ինչ ձայնով ուզում ես, բայց որ մի քիչ զավեշտալի հնչի, Դե էլի։ մի քանի տարբերակ կարանք գովազդ անենք հիմա։ Եկեք գովազդ անենք։ Հա, ժամանակով կատուն չուներ, շունն էլ գլխին գդակ չուներ։ Միայն գիտեմ ոչ որդյանց որդի ճանկել էր մի գռան մորթի։ Եկավ մի օր զմերվա մթին կատվի կուշտը, տարավ մորթին։ Էս մեկ։ Ծիպա առանք։ Գովազդի վրա գալիս են արդեն։ Ահա։ Ժամանակով կատուն չուներ, շունն էլ գլխին գդակ չուներ։ Միայն գիտեմ ոչ որդյանց որդի ճանկել էր մի գռան մորթի։ Եկավ մի օր ձմեռվա մթին, կատվի կուշտը տարավ մորթին։ Հիմա տղա երեխա։ Ժամանակով կատուն չուներ, շունն էլ գլխին գդակ չուներ։ Միայն գիտեմ ոչ որդյան որդի ճանկել էր մի գռան մորթի։ Էլ ինչ ասենք։ Տարբերակ։ Տատիկ։ Ժաման, էդի ես եմ արդեն։ Ինձ քիչ ավանած է որ ես լինեմ։ Ինչքան մահացող տատիկ թե որ այն որ արդեն զայնը ժամանակով կատուն չուներ, շունն էլ գլխին գդակ չուներ։ Միայն գիտեմ ոչ որդյանց որդի ճանկել էր մի գռան մորթի։ Մյուսը։ Մի հատ մտածի։ Մեկ դերասանի թատրոն։ Դե տխուր է, դի տրամադրությունն է, ձայն չի։ Ձայն։ Մի հատ կոշտ ձայնով, կոշտ։ Միլա, իչի, Արաքսի չի, հիչեք երազներ։ Ավտոմատ փոխվող նաստրոյք ունի։ Կարելի է, Գիտես են որ դոտ գլուխ սիրահարված աղջիկներ կան, այդպես կարելի է կարդալ։ ժամանակով կատուն չուներ, շունն էլ գլխին գդակ չուներ։ Միայն գիտեմ ոչ որդյանց որդի ճանկել էր մի գռան մորթի։ Եկավ մի օր ձմեռվա մթին, կատվի կուշտը տարավ մորթին։ Ռոմեո, ինչու ես դու Ռոմեո։ Սիրում եմ ձեզ։ Բայց շնորհակալություն, մեր սերը փոխադարձ է։ Հիմա պատկերացնում եք պապայիս վիճակը, որ այսպես բաներ է անում, ասում է, Արաքսիկ տունը ինձ թվում է լիքը մարդ կա։ Ես ընդամենը ձայն էի փորձում։ Փակում ենք ձեր աչքերը։ Հա, չէ գնում է, էլի։ Ժամանակով կատուն չուներ, շունն էլ գլխին գդակ չուներ։ Միայն գիտեմ ոչ որդյանց որդի ճանկել էր մի գռան մորթի։ Ты сможешь, детка. Գրեք որ կրկնօրինակումը ձեզ ավելի դուր եկա, վստահ եմ վերջինը հաղթելու է։ Սաղ տղեկ,
Լսենք հաջորդ հարցը։ Էլի կա։ Երկու հարցեր կա։ Պատրաստ ես գնացինք։ Որ ֆիլմում է աշխատել ամենաշատ վարձատրությունը ստացած ձայնային կրկնօրինակողը եւ որքան գումար է ստացել 1 էպիզոդի համար։ Մեր քննարկումը լսեց, տեսար հարցը ինչպես համընկավ։ Ես իրականում չգիտեմ, բայց ես գիտեմ, որ բանը այն գովազդը Panasonic, այդ որ կարդացել է, ինքը լավ գումար է բռնել, այդ գիտեմ։ Բայց ֆիլմ էր, ոնց որ ասած, որ ֆիլմ է եւ էպիզոդի համար պիտի որ ահռելի թիվ վճարված լինի, եթե ռոբոտն առանձնացրել է, այո։ Հիմա փորձենք գուշակել միլիարդներ։ 10 միլիարդ։ Ոստվուծիմ։ Օրակս ինչ թվեր ես գրում։ Այդքան անիրական եմ էլի տվերի մեջ։ Դրա համար որ ինձ ասում են, ինչ արժանացում ես չգիտեմ։ Ես եմ ամենավատը կողմնաշում այդ աշխարհում, բայց փաստորեն։ Լավ, 10 միլիոն, հա։ Հա, գոնե, դե ջնջի։ 10 միլիոն, հա, լավ։ Մելդ չէ, մելդ է։ Քեզնից շատ գրեմ ջնջումներով էլ գրում է։ Իմ կյանքն է ջնջումները, անդադա ջնջում է, հետո սևագիր է անում ուղում է։ Խնդրեմ, 10 միլիոն հարգելիս։ 11 էլ ես գրեցի, վստահ եմ, որ Արաքսը ավելի մոտ է, որովհետև ես դիտավորյալ մեծ թիվ գրեցի, որ հաղթես։ Չէ, ես կյանքն եմ հաղթած, ինչ պարտադիր հաղորդումը հաղթ։ Ես էլ հաղորդումում հաղթել եմ, որ քեզ նման հյուր ունեմ, որովհետև տրամադրությունս միլիոն է։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հայտնի Սիմփսոնները ֆիլմի Բարտ Սիմփսոնի ձայնը կրկնօրինակած դերասանը $315,000 է ստացել 1 էպիզոդի համար։ Ինչ 1 էպիզոդ $315,000։ Որ ընդհանուր sense ալ։ Քանի համար խոսքի։ Կուզեիր։ Ոնց չէ։ Այդ իմ երազանքն է եղել, որ մի բան կարդաս ու քո ձայնը տենց առնեն կոպիտ ասած ու տենց դու հանգիստ ոտդ գցած ապրես։ Չէ, իհարկե նայ, ես process-ն եմ շատ սիրում։ Ես կտխրեի, որ հետո այդ հնարավորությունը չունենայի, որովհետև կրկնօրինակումը ինձ համար իրոք ես 3 սեր ունեմ, հա, մեկը թատրոնն է, մեկը կինոն է, մյուսը կրկնօրինակումը ու ամեն մեկից մի փոքր ավելի պակաս լինելը իմ կյանքում ինչ որ sense բան է մտնում։ Չեմ կարող բացատրել, բայց դա իրոք ուրիշ աշխարհ է։ Արաքս, դու ինչպես բացման մեջ ասացի, թատրոնից, հա, մայր թատրոնից, այն քո դասական կերպարներից, մենք սովորենք այդպիսի Արաքսի ինչ որ փուլում։ Հակար խալաթը, գրտնակը իմ մոտ տենց տպավորվում է ու իջար սիթքոմ։ Այդ կերպարանափոխությունը իջար թե բարձրացար հարցը այդ չի որ տպավորությունն ինչ որ տեղից ուղղակի մտար այլ տեղ։ Այդ նկատի ունեի, թե չէ։ Հասկացա, բեմից իջնել։ Հա, միանշանակ։ Այ այդ փոփոխությունը քեզ համար ինչքանով էր օրգանիկ։ Հեշտ չի եղել, ես չեմ հիմա սուտ խոսալ ասեմ բանը, ես ամեն ինչ կարող եմ խաղալ, չէ, այդպես չի։ Ու դրա համար ես անգամ այդ միֆն էլ, հա, մեկ ինձ ասում են, հա դե Արաքս ինչ խնդրեմ ունի, ինչ դեր տաս կխաղա, չէ, այդպես չի։ Ես հիմա ոչ թե հիմա համեստ եմ խաղում այսպես, որ դուք ինձ ասեք, չէ, այդպես, ոչ, այդ ես գիտեմ, ես ինչքան եմ տանջվում, ինչ որ դեր ստանալիս, թե ինչերի միջով եմ անցնում, ես կարող եմ թե չէ, ու վայնն է, որ հանկարծ երկու կերպար իրար նման է լինում, ասում ես, բա դրանց տարբերությունը որն է, որտեվ երկու նման մարդ չկա, ոնց կարա կերպարներ նույնը լինի։ Ուրեմն ինչ որ մի ուրիշ բան էլ պիտի գույնել գտնվի։ Իսկ սիթքոմի հետ կապված ես անսահման հիմար երախտապարտ եմ այդ սիթքոմին, որ ինձ բեմից իջեցրեց ներքև նկարահանման հրապարակ, որովհետև ներքևը դա դեռ հարաբերական ով ավելի բարձր ով ոչ, դա բացարձակ երկու տարբեր ժանրերի մասին է խոսքը։ Սիթքոմը ինձ համար թատրոնի եւ կինոյի միքսն է, հա, դու մի քիչ այնտեղ թատրոնական բան կա, բայց շատ էլ չի, եւ կինո էլ չի, որ շատ հավաստի լինես, մի քիչ այդ ցուցադրելու պահը կա։ Իսկ ինչ վերաբերվում է ինքնից ազատություն տվեց, որովհետև այն գժությունները ու խենթությունը ներսից ծնե, որը ես ունեմ, ինքը տարիների ընթացքում թատրոնում կաղապարվում է, ուզես չուզես, որովհետև հատկապես իմ դեպքում, որ ես մտել էի թատրոն ու խաղում էի բախտավոր աղջիկ եմ հերոսուհիները, բան, սկսում ես դու քիչ-քիչ հավատալ այդ որ դու ոչ թե կյանքում, այսինքն դու այդ գործիքներդ սկսում են մաշվել, դառնում են այ հենց այն, ինչ որ դու արդեն գործիքները գիտես, որ այսքանից ավել արդեն չէ, իսկ մտնում ես սիթքոմ ու ինչ որ տենց հերոսուհի խոսում ես, նայում Արմանը, այսի չէ։ Այդ հերոսուն մոռացիր։ Ուրիշ բան կա քո մեջ դու ու այդ շատ շնորհակալ եմ ինչու, որովհետև դրանից հետո հետագա բոլոր իմ կերպարները լավ մարտահրավեր էին ու ես դրան էլ էլի ակնկալում եմ եւ սպասում եմ, որ էս էլ կարող ես փորձել, հա, ու ես ասում եմ գնացինք։ Ամենաառաջին բանը ստրեսը, երբ որ խոսք լեզվի հետ էր կապված։ Ինչ եմ ասում, այնտեղ ասում է տեքստով, ես չեմ տենում այդ
ու ես ինձ մամ տենալ բառ չկա, կա տեսնել։ Ու ոչ թե որ շատ ճիշտ, որովհետև սովորում ես տարիների ընթացքում, ասում ես տեսնել, տենալ չկա։ Ու Արմանը, չէ, տենալ է, ասում եմ տեսնել է ու գնում է։ Ես էլ մի քիչ բան եմ, էլի ջրհոս եմ, բայց պոզերել մեկ-մեկուրում, չէ, այդպես չի ու գնում եմ, բայց ինքը շատ խելացիորեն բացատրեց հետեւյալը, ասում է, ախր դու պիտի հասկանաս, որ Ջուլիկը չի կարա տեսնի։ Ջուլիկը տենում է։ Վերջերս ինձ ընկերներս ապացուցում էին, որ այդ նույն թատրոնը, այդ նույն սիթքոմը ոնց որ կյանքից է բխում, ոչ թե կյանքն է բխում թատրոնից կամ սիթքոմից, այլ հակառակը։ Ու քանի դեռ իրական կյանքում կան ջուլիկները, տենող կամ մնացած ժարգոնով խոսող, երևի պիտի էկրաններին էլ լինել, չնայած որ ես հաշտ չեմ այդ խոսույթի հետ, այդ խոսքի հետ, որը հնչում է էկրանից անկեղծ։ Ու ինձ թվում է դու էլ քո ներսում այդ իմաստով հաշտ չես դրա հետ։ Ես ասեմ երկու սենց բան եղավ, միջև օրս, բայց արդեն սկսել եմ հարմարվել եւ սիրել։ Ես շատ վիրավորվել եմ խաղացած կերպարների տեղը, որովհետեւ ասում եմ, ամեն մեկին բախտ չի վիճակվում խաղալ Գրուշե Վախնաձե, Բեռնարդա Ալբա, Պատվի համար։ Դրանք դեր Ռուզան, դրանք դերեր են, ովքեր դերասանուհիները շատ են տանջվում, որ ունենան կամ բան, ու ես խաղացել եմ դրանք, բայց որևէ մեկը այնպիսի ցնցում եւ ապրումներ չունեցան, ինչ որ Ջուլիկը։ Ու ասենք փողոցում գալիս են, ասում են Ջուլիկ, ասում ես Աստված ջան, դրա համար ինչ որ մեկը որ ինձ թատրոնից է հիշում, ես հա ուրչում ա ուրախությունից, բայց էլի բայց կա։ Ասել դու շատ ճիշտ բան ասացիր, այն իմաստով որ ուրեմն ինչքան շատ Ջուլիկ կամ մեր կողքը, հարևանն է, հարևանի կինն է կամ տեքուր կնիկն է կամ մաման է ի վերջո ինչ որ մեկի, որ մարդկանց մեջ այդքան սիրվեց։ Ինձ համար ուղղակի կարևոր էր այն փաստը, որ դա չլինի գրեհի գևեժանագին։ Այդ նույն կերպարը կարելի անել ուղղակի կերպար։ Այո։ Ու վերջ։ Ու մեկ էլ սարսափելի մտավախություն ունեի, որ դրանից հետո այլևս երբևէ ինձ իմ այսպես ասած լուրջ դերեր չեն առաջարկի։ Առաջարկել են, առաջարկում են ու շարունակվում է ամեն բան, ու սենց երկու հավասար տեղում է եւ բայց այսպես շատ հազվադեպ է պատահում Արաքս, որովհետեւ սովորաբար լուրջ դերը հետո տուժում է այս տեսակ կերպար մարմնավորելուց հետո։ Համաձայն եմ, թատրոնում ստանում եմ, թատրոնը երևի այն տարածքն է, որտեղից ես կարողանում եմ կտրվել, կինոյում դեռ չեմ ստացել այն տեսակ ծանր եւ լուրջ դեր, որը հակակշիռ լինի Ջուլիկին։ Կարող եմ ասել, որ չունեմ, բայց թատրոնում ստացել եմ ու ստանում եմ եւ փառք Աստծո որ ստանում եմ։ Իսկապես, որովհետեւ քեզ նման դերասանուհիները պիտի բեմում լինեն, որպեսզի երկար վայելենք։ Անչափ շնորհակալ եմ։ Ինձ համար այդ դեպքերում ով հանկարծ ինձ որոշում է ինչ-որ կաղապարի մեջ դնի, ես միանգամից հիշում եմ Meryl Streep-ին, Olivia Colman, ասում եմԱտ խնդրում եմ նայեք իրանց, ինչ ասենք այդ ֆավորիտ կա ոնց խաղաց, ինչ կերպարա տեր իմ Աստված, բայց նայում ես իր թատերային ներկայացումները կամ հետոյի ֆիլմերը, սա ինչ որ բաներ են անում իրանց համար, դա օքեյ է։ Հայաստանում է, որ եթե դերասանուհին այսպես դերեր է ինչ որ թագուհի խաղաց է կամ բան, այս անել արդեն, ասում են ինչ անում։ Այ մարդ կերպարն է, այդ ինքը չի։ Այս մեզ թույլ տալու բաները կամ էջը վարելու մեջ էլ մի երկու անգամ ինչ որ տես ծիծաղելի բաներ արել։ Էդ է ուզում ասել, կաղապարում են։ Այո, սենց ու այնքան բան էին գրել, որ ամոթա քո նման դերասան, քեզպես դերասան, սենց բայց ինչպես դերասանուհին ինչ է անում։ Ուզել եմ նապաստակի բաներ անեմ, արել եմ, օքեյ է։ Ու էլի նորից գալիս է հակակշիռ աշխարհի փորձը։ Նայում ես ինչ այն դերասանուհու անուն հեսա կհիշեմ։ Անգլիայում էլի թագուհիներ է խաղում բան, հիմա կհիշեմ անունը թռել է։ Տարիքով տատիկա, նայում ես իր էջը ինքը ինչ ոչ թե համեմատվում եմ, ես մի անգամից սիրտս ասում, ախր կա է, բայց այդ ինչի իրանց է ընդունում, մեկ մեզ մոտ բոլորս արդեն դու երեխատեր, տղատեր կին ես, քեզ լուրջ պահի, Աստված ջան, ինչ եմ անում։ Հասկանում եք, այս բոլոր բաները մեզ շատ են փակում ու դատելը, հա, ինքը ուրիշ է, ինքը ուրիշ չի, ինքը ուղղակի իր էջն է, ուզում ես նայ, չես ուզում մանջատի գնա։ Լսում ենք Տղամարդկանց քանի տոկոսն է ընդունում, որ կինը միշտ ճիշտ է։ 0 1 Get 1 մարդ չի հանդիպել ինձ։ 1% ես կարծում եմ։ 0 եմ գրում։ Ինձ չի հանդիպել տղամարդ, որը մի անգամից ընդունել է, որ կինը ճիշտ կարող է լինել։ Իմ բախտը չի բերել այդ հարցում։ Արաքս այդ 1%-ի մեջ ամուսինդ կա։ Ոչ։ Բայց երբ է դառնում ճիշտ մամաների դերում, մամաները միշտ ճիշտ են, դա էլ կինա։ Իսկ ամուսնուդ հետ այդ բանավեճերը շատ են, ով է այս իրավիճակում ճիշտ, ով սխալ, ում պատճառով էր հետևանքն այդպիսին։
Այդ դրանք չեմ լրջացել, ուղղակի sense հիշեցի, որ այդ այն շան հաչոց ասածն է, որը միշտ կա, էլի։ Sense շումի պես բելի շումա, որ միշտ կա այդ թեման, ով է ճիշտ, ով է սխալ։ Երևի այդ ճիշտ ու սխալների մեջ մարդիկ նաև մեկը մեկի վրա գցելու փորձում այդ պահին ինքը ավելի ինքնապաշտպանության փոքրիկ սինդրոմներ են։ Ուղղակի տարիքից սկսում ես արդեն չմտնել այդ մարտի մեջ, ասես ոնց գիտես։ Հա, հիմա դու ես ավելի շատ այդ մարտի մեջ զիջողը, թե ինքը։ Ինքն էլ է շատ խաղաղվել։ Ասեմ, սկզբում երկուսս էլ սարսափելի սահմաններ գծող էինք ու մինչև հիմա երկուսս էլ անգամ իր հանգստությունը ասենց հա եղավ Արաքսյան ինձ միանգամից խաղաղացնում է որ լավ արդեն չափն անցար այսինքն քո ներքին ազատությունը շատ ակնհայտ է հա դու ներքին ազատություն ունես որը շատ սիրուն երևույթ է այ այդ դեպքում Անդրանիկին ճնշումները քեզ չեն խանգարել հենց ամենասկզբում երբ ասում ես հա խանգարել են իհարկե էնել ոնց բայց ես նաև գիտեմ որ այդ սիրո դրսևորումա ինքը ինձ չի որ ինքը ինձ չի ուզում է սպանի, խեղդի, չէ, ինքը ուղղակի մուսկո իր բանն է, էլի տարածքը իրանն է, ես եմ, այս շատ նորմալ իսկ բալանսին ոնց ես հասել։ Իրան է հասել, այնքան ենք իրար այդ ջրի ու քարի պատմությունն է, տարիների ընթացքում ինչ որ ու ես հույս ունեմ, որ դեռ էլի այդ ճանապարհի մեջ կլինենք, որովհետև չեմ պատրաստվում վաղը հրաժեշտ տալ։ Հայկական միջավայրում ապրող տղա է։ Դե եկեք ընդունենք համ քո տարբերակը ճիշտ համին, որովհետև 1% ես ասացի կարան մայրերը լինեն, որ մամաները եթե ասում են ուրեմն ճիշտ է։ Մայրը սրբություն է։ Մաման սրբություն է, հա, մերը սրբություն։ Բանը մորս է տոնով չխոսած։ Իսկ 0 երբ որ մայրիկներին հանում ենք այդ շարքից։ Դե ես տղա եմ ու ինչքան ժամանակ է հայկական միջավայրում եմ ապրում։ Դրա համար եկեք այս հարցի պատասխանը չտամ։ Շնորհակալ եմ շատ, ինձ շատ հոգեհարազատ զրույց էր, որովհետև բոլոր տեսակի էմոցիաներն ապրեցի, այդ խորությունը քո մեջ կա ու դա արտահայտվում է զրույցի ընթացքում, այսինքն մենակ այն ֆանը չի, հա, որ ակնկալում են սովորաբար դերասաններից։ Շնորհակալ եմ քեզ բարի ընթացք եւ հուսով եմ, որ հեռուստաէկրաններին եւս հաճախ կտեսնենք այն դերերում, որոնց մեջ քեզ շատ լավ ես զգում։ Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, իսկ ինչ վերաբերվում է թվերին, ես ուղղակի դա բանի տեղ չեմ դնում, իսկ մնացածը իրոք շատ հետաքրքիր էր, ինձ էլ էս էքսպերիմենտն էլ դուր եկավ, հա, ձայնի կամ բան, որտեվ այդ իմ սիրած ժանրից էր, իսկ ասում ընկել եմ։ Շնորհակալ եմ։ Դե ինձ թվում է ասելու եւ ավելացնելու ոչինչ չի մնացել, որովհետեւ շատ սիրուն զրույց էր։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք։ Բայ։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։